Քայլ 2. Կարդա խոսքեր, որոնք խոստանում են պատասխանել քո աղոթքին։ Հեսու 1:8 Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես ամբողջ նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես։ Մեր աղոթքի կյանքում հաջողակ լինելու համար Աստծո խոսքը պետք է միշտ մեր կյանքում առաջնահերթ լինի։ Մենք սնվում ենք նրա խոսքով, դրա համար այն պետք է հաստատենք մեր գիտակցության մեջ, հետագայում պատրաստված լինելու համար։ Երբ Սատանան փորձում է մեր մեջ անվստահություն սերմանել Աստծո նկատմամբ և հափշտակել այն, ինչ մենք ցանկանում ենք, մեզ անհրաժեշտ է համապատասխան խոսքեր օգտագործել։ Անապատում Սատանան փորձեց Հիսուսին, ասելով, որ քարը հաց կդարձնի։ Հիսուսն էլ պատասխանեց խոսքով. գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով։ Դրանից անմիջապես հետո Սատանան նրան մի բարձր սարի վրա հանեց և ցույց տվեց աշխարհի թագավորությունները։ Կրկին փորձելով Հիսուսին, ասաց, որ եթե երկրպագի իրեն, այդ ամենը նրան կտա։ Հիսուսը կրկին պատասխանեց. գրված է, միայն քո Տեր Աստծուն պետք է երկրպագություն անես և միայն նրան պաշտես։ Անգլերենում՝ ծառայես։ Այս անգամ Սատանան նրան տարավ տաճարի աշտարակի վրա, կանգնեցրեց և ասաց. քեզ վայր գցիր։ Հիսուսը դարձյալ պատասխանեց խոսքով. գրված է, մի փորձիր քո Տեր Աստծուն։ Ղուկաս 4:3-12 Հիսուսը Սատանային պարտության մատնելու համար օգտագործեց այն նույն զենքը, Աստծո խոսքը, որն այսօր ունեն բոլոր հավատացյալները։ Յուրաքանչյուրս փորձության մեջ ընկնելիս պետք է ասենք. գրված է։ Եթե խոսքերը հաստատված են մեր սրտում, մենք պատրաստ ենք ցանկացած պահին հակահարված տալ Սատանային։ Տարբեր իրավիճակներում առաջնորդվելու համար խոսքեր փնտրիր, որ տեսնես, ինչ է ասում Աստված։ Նրա խոսքը պարզ ցույց է տալիս նրա կամքը։ Եթե խոսքը չի խոստանում այն, ինչ փնտրում ենք, ուրեմն դրա համար աղոթելու կարիք չկա։ Մենք չպետք է ցանկանանք այն, ինչին Աստծո խոսքը դեմ է։ Իսկ երբ աղոթում ենք խոսքին համապատասխան, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված լսում է մեզ։ Տարիներ առաջ Աստվածաշնչիս մեջ կարմիր թանաքով գրեցի. Աստվածաշնչում ասվում է. ես հավատում եմ, և դա կլինի։ Շատ մարդիկ փորձում են իրենց հավատքից վեր աղոթքներ անել։ Աստծո խոսքը հավատք է տալիս։ Հավատքը լսելուց է, իսկ լսելը Աստծո խոսքից։ Հռոմեացիների 10:17 Մարդիկ վստահությամբ կամ հավատքով չեն աղոթում, որովհետև լավ չգիտեն խոսքը։ Աղոթում են, չիմանալով Աստծո կամքն թե ոչ։ Նրանք միայն հույս ունեն, որ այդպես է։ Քանի որ մենք կարդում ենք Աստծո խոսքը և սովորում նրա կամքը, մեր յուրաքանչյուր կարիքի համար կարող ենք կիրառել նրա խոստմունքները։